Լավասեն։ Հա։ Թողեմսեն։ Հա։ Այդ ոնց դրեցիր տողոջ։ Կլնեք չդմփսնեք մենակ։ Ծափահարություններ։ Այս Վահագին կարակ խանութներում, սուպերմարկետներում էր կանչել։ Ինքը դենց product placement կանի։ Բարի օր սիրելի երոստաթիդող։ Այսօր պատրաստելու ենք հավի շինիցել եւ շատ հadoop սոսով, որը պատրաստելու ենք ջամով, կամ կարող ենք ասել անուշով, ոնց սպյուրքայերը ասում են, բայց մենք օգտագործել ենք շատ յուրահատուկ ջամ, որը այստեղ կանգնած է իր դեսականիով, ֆրանսական 100% բնական մրգերից է պատրաստված, ոչ մի շաքարավազ չկա մեջը, իսկ իրակացությունը պատրաստված է խաղողի հյութով։ Այո, մենք խոսում ենք ֆրանսական Saint Dalfour բրենդի մասին կամ ֆիրմայի կամ ապրանքանիշի մասին, որը շատ հայտնի է աշխարհում եւ այսօր մենք մեր հավի շնիցելը կամ հավի շնեցիլի սոսը օգտագործել ենք միայն այս սրանով։ Իրականում շատ համեղ են բոլորը, ես ուզում եմ հիմա տնեմ, սենց հացով ուտեմ, բայց դե պետքա ես մի քիչ թիմանամ եւ պատրաստեմ հավը ու հավի վրա ավելացնեմ ու այն ժամանակ վայելեմ։ Այսօրվա պաղատադոմսի համար մեզ պետք է 2-ից 3 հատ հավի գրծքամիս։ Մի քանի դերև ազատքեր կամ մաղդանոց, մի հատ կիդրոն, 2 հատ հավգիտ, 1 բաժակ ալյուր, գես բաժակ հատապտղային ջամ, իսկ մենք օգտագործում ենք ֆրանսական Saint Dalfour, 3 գդալ գաթ, մենք օգտագործում ենք նուշի, բայց դուք կարող եք օգտագործել բարձ գաթ, ավոկադոից հետ կամ կարող եք ցիտապտղից հետ օգտագործել, 2 բաժակ հացի փշրանքներ, աղ եւ սև բաբեղ։ Հավի շնիցելը պատրաստելու համար մեզ պետք է իհարկե հավ, իսկ մենք ինչ հավ ենք օգտագործում, այո, զանգեզուրի հավ, որովհետև մենք ուզում ենք եւ բնական լինի եւ առանց որևէ մեկ հավելումների հավ է, որը մենք ուզում ենք օգտագործենք մեր տներում եւ իհարկե կարող եք եւ ռեստորաններում եւ հաղորդումներում։ Ես հիմա ուզում եմ բացել, իսկ ինչ ենք անելու, հավի գրծքամիսը պետք է մեջեն գիսենք եւ հետո տապակացնենք, որպեսզի մենք ունենանք շատ բարակ շերտեր, որովհետեւ դե ընդհանրապես շնիցելի տեսակները դենց է, լինի էդի դավարով ենք պատրաստում կամ հավով, պետքա բարակ լինի։ Սկզբում սուր թանակով այսպես կանենք, մի հատ դե իհարկե չեք ենք անում կամ նայում ենք, եթե ինչ-որ բան կա մաքրելու, բայց միշտ արդեն գրեթե մաքուր է լինում մեր հավերը։ Այսպես կեսից պետք է կտրատենք կամ բացենք, որ դուք ձեր ափն եք դնում, արդեն ճիշտ կեսից կարողանում եք կիսել։ Այսպես կիսեցինք։ Մի կողմ ենք դնում, որպեսզի հիմա իրեն ձեծենք։ Եվ այսպես ունեցանք մենք 4 մաս։ Ահա։ Մի քիչ այսպես տապակացնում ենք։ Դե ինձ սիրելիներս, հավերը արդեն տապակացրել ենք, հիմա պետք է պատրաստենք հյութը եւ ալյուրը եւ բաքսիմատը կամ հացի փշրանքները, որպեսզի տատախենք ու արդեն սկսենք տապակել։ Ես կարող եմ այս հավերը մի կողմ դնել, որպեսզի այս տախտակը մի հատ մաքրենք լավ, քանի որ հավ ենք կտրատում, միշտ տախտակը պետք է լավ մաքրենք։ Իսկ մենք մեր դեպքում մաքրում ենք ABC-ով։ Սկզբում ջրով հեռացնենք, շատ անուշ, հոտ, փուրավետ, մաքուր եւ փայլուն։ Ուրեմն, սիրելիներս, այստեղ ունենք հավգիթը եւ գաթը։ Գաթը եւ հավգիթը պետք է իրար խառնենք, մի քիչ ավելացնենք աղ, որպես ունենանք հյութը, որի պետք է տատախենք հավերը։ Իսկ չոր պետք է ունենանք ալյուր
եւ բաքսիմատ։ Ալյուրը արդեն բացել ենք, կարող եք այսպեսի ափսեի ավելացնել։ Իսկ բաքսիմատը կամ հացի փշրանքները օգտագործելու ենք մարանիկից։ Ավելացնում եմ այսպեսի ափսեի։ Հիմա մնաց հավգիտը լավ խառնում եմ։ Ավելացնում եմ կաթը։ Մենք օգտագործում ենք նուշի կաթ, բայց կարող եք եւ բարձ կաթ օգտագործել, խնդիր չէ։ Մի քիչ աղ, մի քիչ պապեղ, իսկ ստեղ մի քիչ ալյուրի վրա աղ եւ բղբեղ, մի քիչ բաքսիմատի, այդ չենք մոռանում։ Մի քիչ կարմիր պապեղ։ Մի հատ քթալով խառնենք ու շարունակենք։ Եղավ։ Իսկ հիմա ինչ ենք անում։ Ստեղ ունենք ավոկադոյի օյլ կամ ավոկադոյի յուղ։ Մենք այսօր տապակելու ենք հավերը սրենով, բայց դուք կարող եք ցիտապտղից հետո տապակել, ոնց ես միշտ տապակում եմ։ Դե իհարկե անհամբեր ենք, որ բացենք ջամը։ Իսկ ես ինչքանով գտիմանամ միջև հավ չգիտեմ, բայց ես ուզում եմ հիմա համ տեսել։ Որ նիշտա։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ նախ շատ թարմա ու խրխտան է մեջը։ Ու կաղտրությունը դենց չէ կերազանցում, այսինքն իրա դենց համերը միրգի լավ զգում ես։ Ապրի ֆրանսական Սենտ Դալֆուրը։ Ես այլևս տանը միշտ կվերցնեմ։ Սենց ենք անում, սկզբում ալյուր, հետո հյութ, հետո բաքսիմատ։ Տեսեք ինչքան հեշտ է։ Եվ այսպեսով արդեն մեկ հատիկը ունենք։ Մնում է այնտեղ տապակել։ Անցնում ենք հաջորդին։ Ալյուր։ Կարող եք կողքերն էլ անել, եթե զգաք, որ չի վերցրել։ Հետո հյութ, որը մեջ կա կաթ եւ ակիդ։ Հետո բաքսիմատ։ Այսքան հեշտ։ Կոլոր հավերը նույնպես կնենք, մինչև որ պատրաստվի մեր տապակը, որ տաքանա, արդեն կսկսենք տապակել։ Ես դանը միշտ պատրաստում եմ այս պաղաթաթոմսը ու ամեն անգամ ինչ որ մի տեսակ ջամով եմ պատրաստում կամ անուշով։ Հիմա ուրախ եմ, որ ես նոր օպշն ունեմ կամ տարբերակ, որ ես դանը չեմ պատրաստելու, քանի որ մեկ-մեկ ես դանը պատրաստում եմ առանց շաքարի ջամեր, թնում եմ միրգը ու եփում եմ, մեկ-մեկ ավելացնում եմ մեղր, անցնում ենք առաջ, ամենամեծը սա կողմերը ալյուր ենք անում։ Շատ կարևոր է, որ ալյուրի եւ բաքսիմատի մեջ տնենք սև բղբեղ աղ եւ կարմիր բղբեղ, որովհետեւ մենք հավը առանցին համեմունք չդրեցինք, որպեսզի այդ համեմունքը ինքը ունենա իր վրա։ Ահա։ Աշխարհում շատ հայտնի է շնիցելը եւ ընդհանրապես պատրաստում են ամեն տեսակներով, օրինակ դավարի միսով էլ են շատ պատրաստում։
Իսկ հավովը ես սիրում եմ այս տարբերակը, որը անպայման քաղցր սոսով եմ պատրաստում։ Դուք էլ կպատրաստեք, կասեք ինչքան եք հավանել։ Մի հատ գնամ օջարվեմ, իհարկե ABC-ով եւ կամ արդեն տապակենք հավը։ Իրականում շատ նուրբ եւ փափուկ է, որը շատ կարեւոր է խոհանոցի մեջ տանդիկինը ինչ որ օջարը շատ փափուկ լինի, որովհետեւ ամեն վարյան ցերկենից ենք լվանում։ Ավելացում եմ մի քիչ ավոկադոյից հետ։ Չէ, ուզում ենք ասենք backstage-ում էլ ասիլ գնում։ Հիմա ես ուզում եմ հավերը տապակեմ, բայց միջև հավ տապակելս ես ուզում եմ ջուր խմեմ, որովհետև backstage-ում համով ջուրեր են խմում սիլից, իսկ ինձ չեն տալիս։ Օհ, շատ համով է։ Դե հիմա կարող ենք աշխատել։ Դե ինձ սիրելիներս ուզում եմ գդրատեմ ազատ քեղը կամ մաղադանոցը, որով վերջում մետք ավելացնենք վրան։ Այս էլ մի կողմ։ Հիմա մնաց լիմոնը, դե լիմոնը կարանք ուղղակի կիսենք։ Տենց քառորդ անենք։ Ու ստեղ պատրաստենք։ Նայեք ինչ լավ կարմրած է։ Միջև հավը տապակվիլ է, ուզում էի պատմեմ, որ այս բաղադրատոմսը առաջի անգամ պատրաստել եմ, երբ որ սկզբում բլոգս բացել էի եւ բաղադրատոմսեր էի կիսվում, ու ինձ համար շատ հետաքրքիր էր, ուզում էի combination կամ կոմբինացիա ստեղծել, որտեղ որ հավ խրխտան եւ քաղցր սոս։ Դրա համար ստեղծել եմ այս ջամով տարբերակը ու երբ իմացա, որ ես մի հատ բաղադրատոմս պետք է պատրաստեմ մեր այս համով ջամերով, միանգամից այս բաղադրատոմսը եկավ մտքումս, որովհետև իմ համար շատ համով է, ու միշտ ուզում եմ, որ մարդիկ պատրաստեն եւ համ տեսեն։ Դե իհարկե այսօր ավելի համով կլինի, քանի որ եթե դուք էլ Զանգեզուրի հավով եւ Սենտ Դալֆուրի ջամերով պատրաստեք, այլ ավելի համով է լինելու։ Դե իհարկե մարանիկի համեմունքներն էլ դեր ունեն, կարող եք եւ մարանիկի հատուկ պաքսիմատը, հատուկ սև բղբեղը օգտագործել, որ ունենաք մեր իդեալական այս ուտեստը։ Ինչ էի ուզում ասեմ, միջև հավերը տապակվի մի հատ էլ բան ասեմ, եթե ուզում եք այդպես համով սեղան պատրաստել, ընտանիքի անդամներին համար, դե պատրաստեցինք ճաշը, դրեցինք հյութեղենը, սիլից եւ մազայից, դե իհարկե հայկական օրենքով օրինակ վերջում պետքա սուրճ խմենք, մի հատ էլ քաղցր համովություն ուտենք, վայելենք։ Մենք այսօրվա համար ապահովել ենք մեր համովությունը, ունենք Smiley Sweet-ից ամենահամով տխվածքները, որը տնական ձևով են պատրաստում ու շատ բնական հումքերով։ Այսինքն մի խոսքով մենք այսօր համովությունը ուտելուց հետո այս համովություններն ենք ուտելու։ Ես հիմա չգիտեմ որն եմ ուտելու, ընդեր կա մի հատ այդ ընգուիզիկը, ընդեր կա միկադո, ընդեր կա էքլեր, cakes, մշրափույն, չգիտեմ որ ուտեմ։ Մեկ կուտեմ, բայց կչաղանամ երևի ամենը չուտեմ, երկու հատ ուտեմ, մնացածը իմ գործընկերները կուտեն։ Դե ինչ են, ես ասեցի մեր մասին, դուք էլ կարող եք իրանցից պատվիրել ու վայելել ձեր հյուրերի հետ։ Այս հավերը արդեն պատրաստ է։ Կարող ենք մի հատ անցերոցիկի վրա դնել, որպեսզի իր ավելորդ յուղը դուրս գա ու տնենք նորերը։ Միջև որ մեր վերջին հավերն են տապակվեն, ուզում էի պատմել ես մեր ջամերի մասին, որի տեսականին շատ մեծ է, նուրը եւ մալինան է, որ շատ հետաքրքիր համադրություն է։ Ես հաջորդ բաղադրատոմսը դրանով եմ պատրաստելու։ Գա նաեւ մանգո մարագույա, գա նաեւ հատապտուղների տեսակը, որ ասել եմ։ Մի խոսքով էս ամենը ունենալու հետ միասին շաքարչի լինի մեջը, այդ մի հատ ուրիշ վայելք է կարծեմ։ Դուք էլ անպայման վերցրեք եւ
ինձ ասեք ինչքանով եք հավանել այս պրոդուկտը։ Քոնե մենք Ֆրանսա չենք գնում, չենք բերում, իրանք բերում են, տալիս են մեզ ֆրանսական համով ջամեր այդ որակով։ Իմ ամենասիրած բահը plating, այսինքն մատուցման բահը։ Այսպես անուշիկ շարում ենք մեր հավի շնիցելները։ Այս լիմոններն ենք դնում։ Դե հիմա ամենահետաքրքիր բառը։ Դե հիմա պետք է ավելացնենք մեր ջամը, իսկ ես օգտագործում եմ հատուկ գդալ, որը այս ջամի համար է ստեղծվել, որովհետև իր հասակը սենց երկար եւ սիրուն բանկա է, իրեն հատուկ տենց գդալի կարել են, նայեցեք, կարծեմ սերամիկից։ Ինչևէ, հիմա մենք վերցնում ենք այսպես ամեն մեկուն վրա, տենց մեջտեղով պետքա տնենք։ Ճիշտ այսպես։ Դուք պատկերացնում եք հիմա մի հատ այս համովությունը, ես չեմ ուզում պատկերացնեք, որովհետև նեղվելու եք։ Դրա համար մի նեղվիկ գնացեք շուկա եւ վերցրեք այս ամեն ապրանքները եւ պատրաստեք։ Այսինքն անհնար չէ։ Ջամը համով գտալ անուշիկ, չգիտեմ։ Ինչ լավ բան են ստացել։ Հիմա մի քիչ ազատկեր կամ մաղդանոց։ Եվ այսօրվա պաղադրատոմսը հավի շնիցել ջամով պատրաստ է։ Կարող եք դուք էլ պատրաստել եւ այլն։ Բարյա խորժակ։ Դե ինձ սիրելիներս, արդեն մեր այսօրվա ուտեստը պատրաստ է եւ ես անհամբեր եմ փորձելու։ Մի հատ վերցնում եմ բادرակավ եւ թանակ։ Եվ երևի մի քիչ փոքր վերցնեմ։ Նայեցեք ինչքան հետաքրքիր է ստացվել։ Մի հատ լիմոն, որպեսզի այս համերը բալանսավորի։ Եվ ջամից վերցնում եմ։ Չուդել ես արդեն համովա։ Մադել եմ ուտում։ Հավը խրհտան։ Ջամը իրեն բալանսավորում է ու ինքը դառնում է ավելի դենց հեքիաթային համ։ Անպայման պատրաստեք, եթե նամանավանդ հավ սիրում եք, ջամ կապ չունի, սիրում եք չեք սիրում, բայց այս ջաշը կսիրեք։ Ձեր երեխաներն էլ շատ հետաքրքիր ձևով կուտեն, որովհետև իր տենց համադրությունը շատ հետաքրքիր է։ Շատ համով։ Այսօր գնալու եմ դու մի հատ էլ սարքելու եմ։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա մեր պաղադրատոմսը արդեն տեսաք ոնց ենք պատրաստել, դուք էլ պատրաստեք, անպայման ինձ գրեք ինչքանով եք հավանել այս պաղադրատոմսը, իսկ մենք կհանդիպենք վաղը ժամը 9:00 առավոտյան կամ 17:00 երեկոյան Կենտրոն TV եթերում։ Ցտեսություն։